սիրելի հյուրեր և ներկաներ։ Ողջունում ենք ձեզ բոլորիդ հինավուրց ու պատմական Լճաշենում։ Այսօր մեզ լճաշենցիներիս համար տոն է, քանի որ տոնում ենք մեր համայնքի վերաբնակեցման հերթական տարելիցը։ Շնորհավոր տոնդ, 188-ամյա մեր Լճաշեն, քեզ համար է զարկում մեր բոլորի սրտերը։ Դու մեր հոգու միակ և անկրկնելի բնորան, ապրիր երկար ու խաղաղ երկնիներ քո, իմ, քո և բոլորիս Լճաշեն։ Այսօր տոն է, ծննդյան օրն է, մենք եկել ենք ասում ենք է շնորհավոր։ Այսօր տոն է, ծննդյան օրն է, մենք ցնծում ենք, տոնում ենք այն շնորհավոր։ Արևոտ հայացքը քո փարկում շողում է, քո շպիտը թե վարել ու մեզ սպառնում է, երազանքը քո հոգում քեզ երջանկացնում է, սրտի տան սամասնիրուց օրը ջերմանում է, չէ որ տոն է քո այսօր տոն է, ծննդյան օրն է, մենք եկել ենք ասում ենք է շնորհավոր, այսօր տոն է, ծննդյան օրն է, մենք ցնծում ենք, տոնում ենք այն շնորհավոր, այսօր տոն է, ծննդյան օրն է, մենք եկել ենք ասում ենք է շնորհավոր, այսօր տոն է, ծննդյան օրն է, մենք ցնծում ենք, տոնում ենք այն շնորհավոր, մենք ես հետ ենք ուենի, քեզ շնորհավորում ենք, քո կողքին իմ անորից ասես մանկանում ենք, երջանիկ աչքերը քո մեզ համար քայլում են, հիացած սրտերը մեր քեզ համար երգում են, չէ որ տոն է քո այսօր տոն է, ծննդյան օրն է, մենք եկել ենք ասում ենք է շնորհավոր, այսօր տոն է, ծննդյան օրն է, մենք ցնծում ենք, տոնում ենք այն շնորհավոր, այսօր տոն է, ծննդյան օրն է, մենք եկել ենք ասում ենք է շնորհավոր, այսօր տոն է, ծննդյան օրն է, մենք ցնծում ենք, տոնում ենք այն շնորհավոր։ Թեև մենք նշում ենք Լճաշենի վերաբնակեցման 188-ամյակը, պետք է փաստել, որ մեր Լճաշենը որպես բնակատեղի կազմավորվել է դեռևս մեր թվարկությունից առաջ 4-րդ հազարամյակում։ Դա են վկայում գյուղի տարածքից հնագիտական պեղումների ժամանակ հայտնաբերված բազմաթիվ գտածոներ։ Գեղամա լեռների ծոցում ծվարած մեր փոքրիկ համայնքը, Պորտակը, Օրդակլուն և իհարկե Լճաշենը մեր այսօրվա ժամանակակից գյուղն է, իր առօրյայով, իր նորություններով, նվաճումներով և նոր հոգսերով։
մեզ բոլորիս համար Լճաշենն ուրվագծվում է որպես շեն ու ծաղկուն մի գյուղ իր նորակառույցներով, ասֆալտապատ ճանապարհներով, զբոսայգիով, նոր եկեղեցու հիմնարկեքով, լույսերով եւ իհարկե ապագայի հանդեպ մեծ հույսերով։ Մեր բոլորի հույսերն ու իղձերը, նպատակներն ու ցանկությունները իրականություն է դարձնում համայնքի ղեկավար Կորյուն Մարգարյանը։ Պարոն Մարգարյան, սիրով կլսենք ձեր շնորհավորանքի խոսքն ուղղված մեր հնամենի, բայց միշտ երիտասարդ համայնքի վերաբնակեցման տարեդարձին։ Սիրելի համագյուղացիներ, հյուրեր, սրտանց շնորհավորում եմ բոլորիս այս գեղեցիկ օրվա Լճաշեն 188 տոնական միջոցառման հետ կապված։ Ցանկանում եմ բոլորիդ լճաշենցիներիդ առողջություն, հաջողություն, ցանկանում եմ մեր համայնքին բարեկեցություն։ Մեր Լճաշենը մեր համար գոնե ամենալավ համայնքներից մեկն է։ Մեր Լճաշենը զարգանում է, մեր Լճաշենը զարգանում է ի շնորհիվ մեր համայնքի բնակիչների, այն տղաների, ովքեր կանգնում են Լճաշենի կողքին։ Բազմաթիվ ծրագրեր ենք իրականացրել, եւ այսօրվա ամենավերջին ծրագիրը, որ մենք իրականացրել ենք, այսինքն այն նվերը, որ մենք ուզում ենք հանձնենք մեր համայնքին, շուտով մեր սպորտ դպրոցն է, որ պետք է հանձնենք։ Իսկ այդ սպորտ դպրոցի շինարարությունը նույնպես մեր բարերարների շնորհիվ էր, մեր Աշոտ Ավետիսյանի շնորհիվ, որ առիթն օգտագործելով կրկին անգամ ուզում եմ ասել, շնորհակալ ենք քեզ, եղբայր, շնորհակալ ենք քո մեծ բարեգործության համար։ Հաջորդ ծրագիրները մեր խմելու ջրագիծներ, մեր ռոռոկման ջրագիծը, մեր արոտների ջրարփիացումը, մի խոսքով կյանքը շարունակվում է։ Այսօր նոր ելույթ ունեցան մեր երեխաները, դա այդ գյուղի շնորհքն է, դա այդ դրան պարապող աշակերտների շնորհքն է, որ պարապեցին, դա մեր դպրոցի շնորհքն է։ Մուրադյան ջան, շնորհակալ ենք նաև քեզ, որ ճիշտ եք կրթում ու դաստիարակում մեր երեխաներին, որովհետև ապագան իրենցն է։ Մենք պետք է սիրով հանձնենք մեր երեխաներին, նրանք սիրով ընդունեն եւ տանեն մինչեւ վերջ։ Կերկին անգամ ընդունեք մեր աշխատակազմի հավաքանու ամբողջ ժողովրդի անունից եւ անձամբ իմ անունից շնորհավորում եմ բոլորին։ Սիրելի Լճաշեն, շնորհավոր տոնդ։ Իսկ այժմ եկեք ծափարություններով բեմ հրավիրենք Լճաշենի Աշոտ Տեր-Գրիգորյանի անվան միջնակարգ դպրոցի տնօրեն Տիկին Այդա Մուրադյանին։ Սիրելի համագյուղացիներ, մեծարգո գյուղապետ, սիրելի հյուրեր, կրկին տոնը մեր համայնքում, իմ հին ու նոր Լճաշենում, իմ ծննդավայրում։ Գյուղի ամառային աշխուժ Երուսաղեմին միախառնվել է օրվա լույսը, ու այդ լույսը դարձել գույների խառնուրդ։ Թանկ ու հարազատ է ինձ համար այսօրվա խորհուրդը, Լճաշենի համն ու հոտը, նրա փողոցն ու ամեն մի քարը, նրա հերոսական անցյալը, բազմադարյան հարուստ մշակույթը։ Թանկ է այնքանով, որ նորօրյա համայնքի կերտման մասնիկն եմ։ Ավանդույթներով հարուստ մերօրյա դպրոցը, կուռ ու համերաշխ կոլեկտիվով շարունակում է կրթելու հայեցի դաստիարակել մեր երկրին արժանի քաղաքացիներ, նոր ու ամուր քարեր ավելացնել Լճաշենի պատմության քարե ամրոցին, ամեն աստծոր մեր իմացությամբ, մանկավարժական խիզախությամբ, բացահայտել արիության, բարու ու գեղեցիկի խորհուրդը, լույսի, մտքի ու հավատի ղողանջների ներքո։ Լճաշենցին ժամանակի հոլովույթում հաղթարելով բազում դժվարություններ, կերտել է իր գողտրիկ պատմությունը, միշտ մնացել է մայր հողին կառչած, աշխատասեր ու ազնիվ, կենարար ու շինարար, ուսումնատենչ ու ուսումնասեր, իմացել կրթության ու գիտության գինը, համեստաբար ստեղծել նոր օջախ ու ընտանիք, շեն ու նորոգ պահել իր համայնքը, եղել հյուրասեր ու հյուրամեծար։ Բացի պատմամշակութային հարստությունից, գյուղն ունի իր ծոցից դուրս եկած շնորհալի ուսյալ զավակներ, որոնք մեծ ավանդ ունեն գիտության, կրթության, մշակույթի, արտադրության, անասնաբուծության, շինարարության, առողջապահության եւ այլ ոլորտներում։ Մեր գյուղն այսօր էլ շենանում է ու բարգավաճում, շարունակում ծաղկել ու քայլել առաջավոր համայնքների շարքում։ Գեղեցիկ ու հարմարավետ մշակույթի տուն, սպորտի դպրոց, արվեստի դպրոց շնորհաշատ աշակերտներով, փոքրերի ու մեծերի համար ժամանցի հիանալի վայր դարձած գեղատեսիլ այս զբոսայգին, գործող մանկապարտեզ, գեղեցիկ ու մաքուր փողոցներ, մարդկային ջերմ հարաբերությունների հեքիաթային մթնոլորտով։ Ես համոզված եմ, որ մեր համայնքը պիտի նշի ոչ միայն իր վերաբնակեցման 188, 5 անգամ, այլև 500 անգամ 188 տարիները, քանզի Լճաշենցին հավերժի ճամփորդ է, իսկ հավերժի ճամփորդի ամենաամուր հենասյունն է իր ծննդավայրը, բնորանը, եկեղեցին ու դպրոցը։ Այսպես հազարամյակներ շարունակ մեր համայնքը
երապատկած ուժերը կշարունակի իր երթը երկիր մոլորակի վրա, ու Լճաշենցին իբրև բարի սերնացան իր հունցքով հպարտ, իր ծնած զավակներին իբրև հայոց ոստանը շեն ու կանգուն պահող սերունդ կպատկերացնի ու հարուստ անցյալով ծանրաբեռ կյանքի վճռորոշ հանգրվաններին դեմ հանդիպան իր ճանապարհը դեպի Պապերի երկիր մակու կերազի։ Կելնի սարերն ի վեր, կելնի քարերն ի վեր, կելնի դարերն ի վեր ու կապրի վերադարձի փառքեր։ Դպրոցի մանկավարժական եւ աշակերտական հանրույթների անունից շնորհավորում եմ բոլոր լճաշենցիներին, ասում ծնունդդ շնորհավոր, իմ հին ու նոր Լճաշեն, մաղթում նորանոր վերելքներ, խաղաղ ու լուսավոր առավոտներ։ Ու թող հետ այսու եւս բոլորս մեր աշխատանքը շարունակենք ծառայեցնել իշա մեր ծննդավայրի շնացման ու մատաղ սերնդի բարօրության։ Սիրելի հանդիսատես, այժմ թույլ տվեք խոսքը փոխանցել Լճաշենի կողքին միշտ կանգնած Լճաշենցու անունն ու պատիվը միշտ բարձր պահող բարերար Աշոտ Ավետիսյանին։ Սիրով ողջունում եմ բոլորիդ, շնորհավորում եմ ողջ լճաշենցիներին այսօրվա կապակցությամբ, որովհետև այսօր բոլորիս համար տոն է եւ իհարկե ուրախալի է, որ լճաշենցին նման երկու պարով բարձր տրամադրությամբ այս գեղեցիկ արևի ներքո տոնակատարություն է անում գյուղի օրը նշելով։ Սիրելի լճաշենցիներ, բնականաբար ամեն մարդ իրեն ծննդավայրը շատ է սիրում։ Ինչպես ամենքը, այնպես էլ ես իրոք Լճաշենը շատ սիրում եմ, միշտ իմ հնարավորության սահմաններում կարողացել եմ կանգնել Լճաշենի կողքին եւ շատ ուրախ եմ, ամեն ինչ արվում է շատ սրտանց, նվիրվածությամբ, որովհետեւ գիտակցում եմ այսօրվա սոցիալական վիճակը, գիտակցում եմ պետական միջոցների տրամադրումը, իհարկե հնարավորության սահմաններում պետության կողմից իրեն ներդրումները շատ քիչ է արվում գյուղի նկատմամբ, այդ իսկ պատճառով ամեն մի գործարար, որը հնարավորություն ունի, պետք է որ աջակցություն ցուցաբերի իրեն ծննդավայրին, իրեն ժողովրդին, իհարկե ժամ շուտ ուզում ենք, որ գյուղացու վիճակը շատ լավանա։ Ամեն ինչ կախված է գյուղացուց։ Այսօր պետք է գյուղացին հույսը իրեն վրա դնի, ստեղծի, արարի, որովհետև Լճաշենցին միշտ աշխատելով է ստեղծել։ Լճաշենցին իրեն աշխատասիրությամբ, իրեն բարձր ինտելեկտով միշտ կարողացել է առաջնային գյուղերի շարքում լինի։ Այսօր էլ տեսնում եմ նման մթնոլորտը շարունակվում է, փոխանցվել է մեր մեծերից աշխատասիրություն, մտավոր կարողություն եւ նման բաներ շատ քիչ գյուղերում է կատարվում։ Տեսնում եմ համայնքի ղեկավարը ճիշտ կազմակերպելով համայնքի կարծես թե կուլտուրական եւ այն բոլոր միջոցառումները, որոնք իրեն պարտականության մեջ մտնում են, այսօր իսկ Լճաշենցու դեմքը բարձր է համեմատական կարգով մյուս գյուղերից։ Առավել եւս մեր մարզում Լճաշենցին միշտ հպարտացել է։ Դա իհարկե շատ գովելի է, շատ հետաքրքիր եւ ողջունելի է։ Ես կոնկրետ ողջ լճաշենցիների անունից իհարկե շնորհակալություն եմ հայտնում մեր համայնքի ղեկավարի աշխատասիրության համար, գյուղին նվիրվածության համար եւ այն երկու ծիծաղը այսօր որ տիրում է, դա իհարկե համայնքի գործերը ճիշտ ղեկավարելու, ճիշտ կազմակերպելու արդյունք է։ Դա պետքա բարձրաձայնել, պետքա ասել, որպեսզի մարդիկ հասկանան, որ պատահական ոչինչ չի լինում կյանքում։ Շնորհակալ եմ իհարկե ջերմ խոսքերից, սիրելի լճաշենցիներ, նորից կրկնեմ, բարեգործությունը դա Աստծո կողմից շնորհ է, իհարկե արվում է հնարավորության սահմաններում։ Ես ինչ անում եմ իմ գյուղի, իմ ժողովրդի, իմ ծննդավայրի համար շատ հաճույքով եմ անում, շատ սիրով եմ անում։ Շնորհակալ եմ այդ գեղեցիկ խոսքերի համար, լավ մնաք, պինդ պահեք ժողովուրդ ջան, մեր գյուղը, պետքա մեր գյուղը մենք շենացնենք, ուրիշ ոչ ոք չի գա շենացնի, ասի լճաշենցի վայելի։ Ամեն ոք իրեն տեղում պետքա պինդ ապրի, հողն էլ պետքա մշակվի, ամեն ինչը պետքա տեղում արվի, որպեսզի կարողանա համայնքը զարգանալ։ Նորից շնորհավորում եմ բոլորիդ։ Լավ մնաք, շնորհակալ եմ բոլորիցը։ Իսկ այժմ բեմ ենք հրավիրում երիտասարդ լճաշենցու, ով չնայած իր ծանրաբեռնված եւ հագեցած առօրյայի միշտ է ժամանակ է գտնում եւ կանգնած է լճաշենցու կողքին։ Սիրով խոսքը փոխանցում ենք Երևանի Պետական Համալսարանի հասարակության հետ կապերի բաժնի վարիչ, դասախոս,
Հայաստանի ժուրնալիստների միության անդամ Պապին Մուրադյանին։ Օրեր առաջ մենք համասանում գործընկերներով քննարկում էինք ազգային օրենսդրության մի շարք դրսևորումներ։ Հանդիպեցինք նաև բարեգործության մասին օրենքին։ Այսինքն Հայաստանի Հանրապետության ազգային ժողովը, այնուհետև կառավարությունը վավերացրել է բարեգործության մասին օրենք։ Մի 20-30 համասարանականներ էին նստած, ասեցի, այս օրենքը եկեք չկարդանք, մտնենք Լճաշենի Facebook-յան էջը եւ ծանոթանանք Ավետիսյան Աշոտի գործնեությանը։ Դա կգա հիմնավորելու, թե ինչ ասել է բարեգործության մասին օրենք։ Ես ցանկանում եմ եւս մեկ անգամ ծափարենք մեր Ավետիսյանին, որ իր գործնեության շնորհիվ մեզ մայր բուհում հնարավորություն է տալիս մեկ անատի միջոցով ասել ինչ է բարեգործությունը, ինչ է բարեգործության օրենքը, ինչ է ընդհանրապես բարի գործ անելը։ Իսկ այժմ շնորհավորում եմ բոլորիս, Հայաստանում, աշխարհում գտնվող բոլոր լճաշենցիներին, Արցախի ու հայրենիքի սահմանները անառիկ պահող մեր լճաշենցի զինվորներին նրանց եւս ծափարենք։ Բարով վերադառնան մեր հայրենի գյուղ, իրենց ընտանիքները սովորեն շենացնեն Լճաշենը, այսօր զինվորի կինը մեզնից յուրաքանչյուրը շատ լավ հասկանում, գիտակցում ու արժևորում ենք։ Շնորհավորում եմ մեր դպրոցի ողջ անձնակազմին, ուսուցիչներին, այնտեղ սովորող աշակերտներին, այսօր բոլոր լճաշենցիների տոնն է։ Ես նայում եմ այստեղ ավագ սերնդի լճաշենցիները, որոնք մեծագույն երախտիկ են արժանի։ Մենք նրանցից միշտ սովորում ենք, փոխանցում ենք սերունդներին եւ նրանց առջեւ մշտապես պարտական ենք, որտեղ գյուղի համը, հոտը, կոլորիտը, մթնոլորտը ավագ սերնդի լճաշենցիներից ենք մենք առնում։ Շնորհավորում եմ բուժանձնակազմի ներկայացուցիչներին, ովքեր Հիպոկրատի երդման նավատարին ծառայում ու նվիրում են մեր համագյուղացիներին։ Շնորհավորում եմ մեր մանկապարտեզի սաներին, որոնք այսօր մեր գյուղի շարունակությունն են, թող մեր մանկապարտեզի մանուկները շատանան, մանկան ճիչ լսվի յուրաքանչյուր լճաշենցու օջախում, շատ հաճելի էր, երբ նրանք իրենց թոթով, լեզվով առաջին խոսքը ասում են, այստեղ եմ ծնվել, այստեղ մեծացել, իմ Լճաշեն, հոգուց է բխում այդ խոսքը, թող ամեն հայ օջախում մանկան ճիչ լսվի և մեր մանկապարտեզը միշտ առաջընթաց ու զարգացում ունենա։ Շնորհավորում եմ գյուղապետարանին, նրա ողջ անձնակազմին, շնորհակալություն հայտնում նրա գործունեության համար։ Իմ լրագրողական մասնագիտության զուգընթաց ես միշտ առնչություն եմ ունենում տարբեր համայնքների, կազմակերպությունների, անհատների անձանց հետ։ Գովեստի արժանի մեր համայնքապետարանի կատարած աշխատանքը գյուղապետի գլխավորությամբ։ Մենք լճաշենցիներս միշտ տարբեր բնակավարներում որոշակի չափով մեր ներդրումն ունեցել ենք զարգացման առաջընթացի հարցում։ Տեսնում եք ինչ է կատարում աշխարհաքաղաքական դեպքերի ընթացքում։ Սովորաբար ես ընդհանրացակ խոսք ասելուց կարճ մեկ մեջբերում։ Այսօր Ռուսաստանի նախագահն հանդիպում է Ադրբեջանի նախագահին։ Քննարկելու են հարցեր։ Վաղը Թուրքիայի նախագահին։ Մյուս օրը մեր երկրի նախագահան մեկնելու է Մոսկվա։ Ուրեմն աղոթենք բարձրյալն ալարստված, որ այդ բոլոր քննարկումները հանգուցալուծվեն հանուն մեր երկրի, մեր իշխանության, մեր պետականության, մեր հայրենիքի եւ մեր Լճաշենի։ Որովհետեւ այս բարդ աշխարհաքաղաքական իրադրություններում որտեղ են ինչ քննարկումներ տեղի ունենան, միևնույն է դա գալիս ինչ որ կերպ առնչվում է հասարակ գյուղի աշխատավոր ժողովրդին։ Այն մարդուն, ով այս պահին այս կիզի չարևի տակ դաշտում հունձ է անում, ձեռքերն արևից խանձված իր աշխատանքն է անում։ Աշխարհը, երկիրը, հայրենիքը այդ դաշտում հունձանողն է պահում։ Եկեք մեր ռաշպար լճաշենցիներին եւս ստափարենք եւ նրանց տոնը շնորհավորենք։ Ամփոփելով խոսքս ուզում եմ շնորհավորել բոլոր լճաշենցիներին։ Հայրենիք, Արցախ, Սփյուռք, այս երամիասնությունում բնակվող համայն լճաշենցիներին։ Լճաշենը մեր անունն է, ազգանունն է, մեր լեզուն է, այբուբենը, ուրիշ խոսքով այն ամենը, որ կոչվում է հայրենի տուն։
Եվ մենք հիմա 5 տան պատին նոր քարեր պիտի տնենք, որ գնալով ուժեղանա, հզորանա, ծլարցակի ու նորանա, որ միշտ պահի մեր անունը, ազգանունը, մեր մայր լեզուն, այբուբենը, ուրիշ խոսքով այն ամենը, որ կոչվում է հայրենի տուն Լճաշեն։ Շնորհակալություն։ Սիրելի հյուրեր եւ լճաշենցիներ, կցանկանայինք լսել նաեւ ձեր տոնական շնորհավորանքի խոսքը։ Սիրով հրավիրում ենք բեմ։ Սիրելի համագյուղացիներ, իմ սիրելի լճաշենցիներ, շատ ուրախ եմ այսօրվա կապակցությամբ, ցանկանում եմ բոլորիդ առողջություն, երջանկություն, ամենալավը ձեր ընտանիքներում, մեր բոլոր զինվորներին եմ նույնպես կրկնում, թող նրանց առողջություն լինի, երկար տարիների կյանք։ Կրկին ու կրկին շնորհավորում եմ այս գեղեցիկ օրվա կապակցությամբ, տոնի կապակցությամբ բոլոր լճաշենցիներին եւ մեզ եւ բոլորին, ովքեր ներկա են նրանց, ովքեր բացակայեն կրկնակի շնորհավորում եմ նրանց։ Միաժամանակ ես իմ կողմից խորապես շնորհակալություն եմ հայտնում Ընկեր Ղարիբյան Ռուզանից, իրեն ընտանիքից, որ այսպիսի գեղեցիկ միջոցառումներ կազմակերպում է, մեր բոլորին ուրախացնում է։ Ես պահել մեզ հետ է, մենք էլ նրա հետ ենք։ Շնորհակալ եմ Ռուզան ջան ձեզանից։ Մեծ սիրով ես շնորհավորում եմ ձեր բոլորին այսօրվա այս տոնի կապակցությամբ։ Ես պատմական ակնարկ չեմ անում, ասեցին, որ այստեղից եկողները, մեր նախնիները եկել են, տեղավորվել են այստեղ, բնակվել են այստեղ, իրենց առօրյայով, իրենց կենցաղով, իրենց վարքով, իրենց սովորույթները դարեդար փոխանցել են։ Շուրջ 170 տարի, 190 տարի արդեն այս ժողովուրդը այս հողի վրա է։ Լճաշենցին շրջանում հայտնի է եղել իր աշխատանքով, իր քրտինքով, վաստակած առօրյայով, ստեղծագործելով, արարելով, բավական է ասել, որ միայն հայրենական պատերազմի տարիներին սովետական շրջանի շուրջ 400-500 հոգի, 600 հոգի գնացել իրենց կյանքը նվիրել են այսօրվա մեր ազգաբնակչության բարեկեցությանը, գոյությանը եւ այսօր այն տրադիցիաները, որ ստեղծվել են, նրանց կողմից շարունակվել։ Ես ուղղակի պարզապես ուզում եմ մի խոսք ասել մեր գյուղապետի Հասեին։ Այս գյուղում ես էլ եմ աշխատել։ 5-6 տարի ես եմ աշխատել, ինձնից առաջ են աշխատել, ինձնից հետո են աշխատել, բայց այս նոր սերունդի շունչը, գյուղի շունչը, որ այսօր բացվել է, որ այսօր ստեղծագործում, արարում, ստեղծում են, մեր Մարգարյան Կորյունի շնորհիվ է։ Կորյունը կարողացավ մտածելակերպի մեջ փոփոխություն մտցնել, ղեկավարության մտածելակերպի մեջ արմատական փոփոխություն մտցվեց, որ այն ժամանակ ասենք մեր ժամանակ ասեմ, որ ես չառաջնանամ ուրիշներից, մեր ժամանակ առաջնայինը եղել է աշխատանքը մենակ աշխատի, բայց հանգիստը, բայց մատասերնդի դաստիարակությունը, բայց կուլտուր կենցաղային պայմանների բարելավումը, սպորտային կյանքը արարելու, ստեղծելու բանը, այդ բոլորը քնած է եղել, այդ բոլորը արտնացրեց Մարգարյանը, հարկ ու պատիվ իրան, շնորհակալություն որպես լճաշենցի, ես իմ խորին սրտով շնորհակալություն եմ հայտնում Մարգարյանին իր ստեղծագործ աշխատանքին, իր այն աշխատանքին, որ ինքը կարողացավ այս գյուղը բարձրացնել մարզում ամենաառաջնակարգ գյուղերի շարքին։ Հարկ ու պատիվ իրանը եւ հարկ ու պատիվ այդ ամբողջ կոլեկտիվին, դպրոցին, առողջապահական ձեռնարկություններին, մանկավարժական կոլեկտիվին, բոլորին շատ մեծ շնորհակալություն եմ հայտնում, որ կարողացան գյուղը բարձրացնել այդ աստիճանի վրա։ Հարկ ու պատիվ իրանց։ Շնորհավոր տնես լճաշենցի։ Ուզում եմ քարատող եղել իմ շնորհակալական խոսքը Մարգարյանին եւ մյուսներին, կազմակերպիչներին թող ջերմորեն պսակի իմ ստեղծագործական նոթով եւ ավելումով։ Իմ երգիր Հայաստան, դում պեչնված պեչնամոլ, բայց ոչ կրթուն ավարտուն, բայց ոչ սերունդ բրբրուն, և պեղումներ նորցիլով,
այդ նոր գյուղն է Հայաստան, իմ սիրասուն Արփաշեն եւ Մրգաշեն ինչու չէ, եւ հասկերի դոգունով այն Լճաշեն կկոչվե, օրդակների լճապնա, պեղումների մճապնա, սիրտը սերով տոգորված, ապրեշումին ապաշխարություն թող կոչեն, մեզ մեր գյուղին Հայկաշեն, ոչ, այն Լճաշեն կկոչեն, լի է շենով, Մարդաշեն, Մարդի հոտով, Վարդաշեն եւ մշակույթ արվեստով եւ կյանքի լեցուն աշխարհ ապրշում են իմ Լճաշեն Հայկաշեն եւ ձեզ շնորհակալություն իմ մշակույթի սաներ շնորհակալություն խոնարհումս գիտես ձեզ Երկնքի տակտան գարան, աչքարի բանքերի, լերների մեջ տեն մարան, դու եկել ես դարերից ասել ես մեզ, մենք պիտի պահենք ու պայպայենք քեզ, Հայաստան, քո անունն է իմ սրտի մեջ Հայաստան, քո հոգին է իմ հոգու մեջ հայենք մենք, այդ կմնանք, աշխարհում ուրեր գնանք Կարում բացարարել
լճաշենցիներ, այսօր նշում ենք մեր համայնքի 188-ամյակը, իսկ դիրքերում մեր զինվորները պաշտպանում ու պահպանում են մեզ։ Եկեք մեկ մարդ դարձած, մեր զինվորներին և արտերկրում ապրող լճաշենցիներին ուղարկենք մեր սրտի սերը, հարգանքն ու խոնարհումը։ Մենք սիրում և սպասում ենք ձեր բոլորի վերադարձին։ Եվս մեկ տարով մեծացավ մեր Լճաշեն ծննդավայրը, ծնունդդ շնորհավոր մեր սրտի բնաշխարհ։ Դու բահենանի
Լճաշենը ոչ միայն շեն, մեծ, այլև զարգացում ապրող ու մեծ տարներ ունեցող գյուղ է, որի ապագան կերտողը մենք ենք, այսօրվա սերունդը, ով համակված է համայնքը զարգացած, բարգավաճ ու շեն տեսնելու մղումով։ Լճաշենցիները միշտ էլ ապրել են խաղաղ ու ստեղծագործ աշխատանքով, ծնել գիտնականներ, դասախոսներ, հերոսներ։ Նրանցով Լճաշենցին հպարտ է իր ապրած բեղմնավոր ու հերոսական անցյալով և ապագայի վառ հույսերով։ Իմ հինավուրց փոքրիկ հայրենիք։ Քո փառքի մասին շատ է գրվել ու խոսվել աշխարհի 4 ծագերում։ Մեզ մնում է որդիաբար բարձրաձայնել։ Հպարտ ենք, որ քո զավակն ենք Լճաշեն, և անունդ ու պատիվդ միշտ բարձր կպահենք։
միջազգային համույթը գեղարվեստական ղեկավար Արծրուն Ղարիբյան։ Դու իմ երազանքն ես, լույսն ես դու, ու քեզ տեսնելու համար կարող եմ շրջել մի ողջ աշխարհ, դու իմ երգերում միշտ կաս, վրկան ես ամեն իմ նոր քայլի, ու թե վերից տաս, հոգիս քո նման միշտ կփայլի, նա ով սիրում է քեզ, հետ կգա ու ապրի սիրով, հավատա նա ով սիրում է, նա ով ներում է, միշտ աղոթում է քեզ Հայաստան, նա ով սիրում է քեզ, հետ կգա ու ապրի սիրով, հավատա նա ով սիրում է, նա ով ներում է, միշտ աղոթում է քեզ Հայաստան։ Սրտի մեջ միշտ կաս, կանես ամեն իմ նոր քայլի, ու թե վերից տաս, հոգիս քո նման միշտ կփայլի, ես քո լեռների նման, ուզում եմ լինել ուժեղ այնքան, որ իշը հաղթի ոչ մեկ, չբաժանվեմ քեզնից հավատա նա ով սիրում է, նա ով ներում է, միշտ աղոթում է քեզ Հայաստան, նա ով սիրում է քեզ, հետ կգա ու ապրի սիրով, հավատա նա ով սիրում է, նա ով ներում է, միշտ աղոթում է քեզ Հայաստան։ Հավատա նա ով սիրում է, նա ով ներում է, միշտ աղոթում է քեզ Հայաստան։ Եվս մեկ անգամ ճաշենցուն նախթում ենք բարեկեցություն, հաջողություններ։ Թող նման տնական օրերն անպակաս լինեն ձեր առօրյայից։ Շնորհավոր ծնունդդ Լճաշեն։ Դու արդեն շատ փոքր չես, սահեցին նորերը, բայց կօգնեմ, որ դու փչես քո դորթի մոմերը։ Դու արդեն շատ փոքր չես, սահեցին նորերը, բայց կօգնեմ, որ դու փչես քո դորթի մոմերը։ Դալիճում այս լուսավոր վառվեցին լույսերը, հավաքվել ենք մենք այսօր, որ քեզ տանք մեր սերը, քեզ այսօր կպարժուրեն անհամար փուչիկները, ու թող իմ երգից փայլեն քո աչիկները։ Մի տարի անցավ նորից, այն նորից, երբ ծնունդներ քո րոպեները այս թող սահեն իմ երգի ներքո, նվիրում եմ քեզ խինդ ու սեր, աննման ես դու այսօր, թող լինի ծնունդը քո, շնորհավոր մի տարի անցավ նորից, այն նորից,
դու փչես քո տորթի մոմերը Ես երկինք եմ բարձրանում Գույնս ու օր փոչիկները Կարմրել են հուզմոն կեց քո թուշիկները Մի տարի անցավ նորից, այն նորից Երբ ծնունդներ քո րոպեները Այս թող սահեն իմ երկիրներ քո Նվիրում եմ քեզ տենք դու սեր Աննման ես դու այսօր Թող լինի ծնունդը քո Շնորհավոր մի տարի անցավ նորից, այն նորից Երբ ծնունդներ քո րոպեները Այս թող սահեն իմ երկիրներ քո Նվիրում եմ քեզ տենք դու սեր Աննման ես դու այսօր Թող լինի ծնունդը քո Շնորհավոր Դերամ վերում ենք որ որակ մենք միաձայն Ես համար ես ամենը կարևոր է տոնը անմորա Քեզ հիմար շնորհավորում ենք քեզ համար են մեր սրտերը բան Քիչ է մնացել մի րոպե հետո Քեզ կասենք մենք շնորհավոր մի րոպե հետո Եվ ամեն ինչ կփոխվի մի րոպե հետո Այ հիմա շնորհավոր Այ հիմա շնորհավոր Ժպիտս իմ աչքերն են լուսավոր Գինին հոսում է երգը Հնչում է ու գոռում ենք շնորհավոր Քեզ համար այս ամենը Կարևոր է տոնը անմոռա Քեզ հիմար շնորհավորում ենք Քեզ համար են մեր սրտերը բան Քիչ է մնացել մի րոպե Քեզ կասենք մենք շնորհավոր մի րոպե հետո Եվ ամեն ինչ կփոխվի մի րոպե հետո Այ հիմա շնորհավոր Այ հիմա շնորհավոր Քո քարերը, քո սարերը բարձրիկ Իմ հայրենի գյուղ լճաշեն քակտրիկ Քո որդին եմ, ինձ գուրգուրիր տիրաբար Հաշտերդ մով, զով ամպերով սիրատես Գիշեր ու զոր, ես քեզ կերքեմ որդու պես Դարերի մեջ հավերժ ես գյուղ իմ հին Քո մոգական, կախարդանքով կաթոգին Որ եկել է դարերից կանգուն է հար Հարարատ լերան նման հպար Ոստարերը կեզ պահում են միշտ
քեզ սիրում եմ շատ աշխարհում ունել ուրեն որ լինեմ հավատա քո գիրկը կդառնա հայերի երկիր իմ երկիր Հայաստան ես հպարտ եմ որ ես հայ եմ հասկանում ես յան արևի երկիր իմ երկիր Հայաստան քո անունը երագույնը հայ են քեզ նման Պատմություն ու մեզ դու դարավոր մեծ ռոպյան գրերը խաչը զորա